Դուք կառավարությանը մարզպետարանի հրավեր ուղարկել եք պետք է կան մասնակցել կարիճի Ճիշտ ասած, ես հրավեր ինչի պիտի ուղարկեմ, որ իրանք գիտեն քաղաքի օրն է, Գյումրի քաղաքը երկրինն է, դա առանձին չէ, իրանք գիտեն ամեն ինչ հայտարարություն արվել է, ուզում են մասնակցել, թող կան մասնակցել։ Ոնց գիտեն, թող այդպես ոնց գիտեն, թող այդպես Իսկ քրությունները, որոնք թիմելու եք մարզպետին այնուամենայնիվ թիմելու եք, թե ոչ մեկին է չեմ թիմելու, իրանք կուզեն, թող կան, չեն կուզե, աստված իրանց է։ Չէ, խոսքային քրությունների մասին է, որոնք նշեցիք Փաշինյանն եք ուղարկել, հետ է ուղարկել։ Ոչ, ես պրամո իրան ուղարկում եմ ու մինչև վերջը մոտ օրերս է պատրաստվում եմ Հայաստանի Հանրապետության կառավարությանը դատի տալ։ Ուրեմն անկախությունից հետո նմանատիպ քաղաքապետ չի եղել այս երկրում, որ կառավարությանը դատի տա, որ 85 միլիարդ դրամ Գյումրի քաղաքից ստանում են հանրապետական բյուջե, հետ են վերադարձնում 4 միլիարդը։ Իրենք պիտի Գյումրի քաղաքին տան 27 միլիարդ դրամ, 27 միլիարդ մինչև 30 միլիարդ, մեր գումարները իրենք չեն տալիս, հասկանալի է, այդ գումարների համար պետք է ես դատի տամ, երկրորդ, պետք է դատի տամ, որ քաղաքի հատակագիծը, պատկերացրեք, հաստատված է, բայց 13 տեղ պտտվում է, եթե քաղաքի հատակագիծը կա, դուք ինչ որոշումներ եք կայացրել, չեն թողնում, որ փոքր և միջին բիզնեսը զարգանա երկրում, մեծ գործարաններ չեն կառուցում, փոքր և միջին բիզնեսը, ով է տեսե պետությունը, չթողնի, որ մարդիկ երկիրը զարգանա, մարդիկ կարողանան բնակարաններ կառուցեն, շենք շինություններ կառուցեն, այդպիսի երկիր որտեղ եք տեսել, այսինքն մեր պետությունը բռնանում է երկրի բնականոն զարգացմանը։ Դուք պատկերացնում եք դա ինչ է նշանակում, միայն թուրքական պատվեր կարող է սա լինի։ Ես մեռավ բացատրելով, մեռավ ներկայացնելով, ազգային ժողովում 1000 անգամ ասել եմ, հիմա 1000 անգամ ասում եմ, վերանայեք ձեր որոշումները, եթե թյուրիմացություն է, եթե դուք եք տեսել եք, որ այդպիսին է Սերժ Սարգսյանի կողմից, դե դուք փոխեք, ինչի չեք փոխում։ Ինչեք թե այսպիսի ընտրություններ կազմակերպում, որ քաղաքապետին պետք է ընտրի ավականի։ Ինչեք այդպես երեն, ինչի եք դարձրել, որ երկիրը անպայման կուսակցական պետք է լինի, ազատ մարդիկ թող տնեն, եթե մարդը կարող է անհատ լինելու, բոլոր կուսակցություններին հաղթել, ինչի համար չեք փոխում ազգային ժողովում է ձեր որոշումները, Գյումրի քաղաքի ընտրությունները եւ երկրի այդ ընտրությունները։ Քուանշով են Պալասանյան Սամվելը դարձավ քաղաքապետ, այդպիսի բանով է տեսել, այսինքն նույնն եք նախորդների նույնը կատարում եք, համատեղ իրար հետ այս ամեն ինչը կազմակերպում եք, երկրի քաշող ուժը վերացնում եք, որպեսզի ստրուկները մնան մեկ է դուք։ Եվ ամբողջությամբ դարձրել եք ձեր սեփականությունը, հարստությունը ձեր ձեռքին է, ամեն ինչը ձեր ձեռքին է, պաշտպանում եք նրանց հասկացար, նրանք է ձեզ սպաս են տալիս, բան ես կոմենկոմ իրար հետ լավ աշխատում եք, բայց արդեն շապիկները պատրվել է ձեր, բոլորը ճանաչում են ովքեր եք, ինչ եք, ոնց եք անում, որտեղից եք եկել ու ումից եք թելադրվում, որ երկրի կողմից։ Եթե դուք չեք ուզում, որ երկիրը միություն կազմի, Ռուսաստանը մեզ պաշտպանի, ուրիշ եվրոպական մի հատ երկիր կա, որ ասում մենք գալիս ենք, ձեզ պաշտպանում ենք, բարձրաձայն են ու ասել, օրինակ Ֆրանսիան, Ամերիկան, Անգլիան, ասեն դե մենք ձեզ պաշտպանում ենք, պաշտոնապես ասում ենք, մենք այստեղ բազա գտնենք, մենք այստեղ զորք գտնենք, հələ մի հատ երկրի անուն տվեք, որ կան պաշտպանենք։ Իսկ Ռուսն ասում է, արեք մտեք այդ միության մեջ, ատոմային երկիր կսարքեմ ձեզ։ Մենք հոգեկան դիվան չենք, այդ ով է իր անկախության մասին բան խոսում, ով է իր երկրի մասին, պետականության մասին բան խոսում, մեկը պետականության համար բան խոսա առաջին թշնամի, ողերին թշնամիս կդառնա, անձնական թշնամի կդառնա, այս Շիրինյան, Միրինյան այդ դրա մակարտակը ընկել է, փողերն առել են սրանից հասկացար այդ ջեպկիրներին գցել են ժողովրդի ջանին հասկացար ամեն մեկը մեկ կողմից խապում են ժողովուրդ, հերիք չէ խապեք ժողովրդին ձեր քանի կոպեկների համար Չասեցիք, ինչ սցենար է, օրինակ